Եկա որ կիսվեմ լավ տրամադրությամբ, Հրանտ Միքայելյանը գրել է. Պատկերացրեք, Հայաստանի Հանրապետության տարբեր զորամասերից ընտրվել են զինվորներ, ովքեր իրենց հետագա ծառայությունը շարունակելու են մի շատ հետաքրքիր, կարևոր եւ միևնույն ժամանակ վտանգավոր ստորաբաժանման կազմում։ Ամեն զորամասից ընտրվել է 1-2 զինվոր, ելնելով պահանջվող չափանիշներից։ Վերջին փուլը բանավոր հարցազրույցն է, կարելի է ասել մի փոքր քննություն, որից հետո սկսվելու է նրանց բարդ եւ պատասխանատու ծառայությունը։ Ու երբ լսում ես այդ տղաներին, քարանում ես։ 19-20 տարեկան երիտասարդներ են, լուրջ, կիրթ, հավասարակշռված, բազմակողմանի զարգացած, քաղաքականապես գիտակից, տարբեր ոլորտներից առնվազն տարրական պատկերացումներ ունեցող։ Ժողովուրդ, անկախ ամեն ինչից մենք հպարտանալու ազգ ենք։ Հոգիս փառավորվում է, երբ գիտակցում եմ, որ այս տղաներն են լինելու մեր ապագայի կորիզը։ Նրանք են այն մարդիկ, ովքեր Աստված չանի, եթե թշնամին սադրանքի դիմի, լինելու են առաջնագծում, ոչ թե հեռուստացույցով պատերազմից հետո լուլ լսեն եւ գոռան, բա արծրունն ասում էր հաղթելու ենք։ Չեն նստելու դիվանին, հայ սպայի պատվի հետ խաղան։ Մոռանում են, արծրունը մինչև այդ մեկ բառը ասել էր 1000 ուրիշ բան, մարտերը ծանր են, կորուստները մեծ, Հադրութի համար պայքարում ենք, թշնամին ճեղքել է պաշտպանությունը եւ այլն։ Մի ամբողջ ժամվա ասածից միայն մի բառ էին հիշում եւ սկսում էին մարդուն բսկտել։ Բա որ այդքան թասիբով էիք, դրվագներից վեր կենայիք եւ գայիք Շուշին պաշտպանեիք, թե մի ամբողջ ժամանոց եթերից մի բառ հիշելն էր ձեռք տալիս։ Ինչևէ, ես վստահ եմ, նման տղերքը դեռ շատ կան եւ կլինեն։ Ես հավատում եմ, այս զրույցները շարունակվելու են։ Հավատում եմ, այս տղաներն իրենց ծառայությունից հետո գործելու են հանուն Հայաստանի բարգավաճման եւ հզորացման։ Աշխատելու են շատ հետաքրքիր մի կառույցում։ Նրանք են լինելու որոշումներ կայացնողները, ոչ թե ռյուկզակի հետ խոսող բամբասող փնթիները, ովքեր ամեն պատեհ անպատեհ առիթ վազում են բեսեդկայում ուրիշի կնոջն են քննարկում կամ հայ սպային, թե բա նախկին դեսպան։ Ամենայն հարգանքով խոնարհվում եմ բոլոր այն ծնողների առաջ, ովքեր նման արյուստներ են մեծացրել եւ հանձնել հայոց բանակին, հանուն վաղվա օրվա։ Այո, ասել եմ եւ նորից կասեմ, գալու են մեզանից հզոր սերունդները։ Բանակը եռում է, օր ու գիշեր զինվորը պատրաստվում է, հոգում հայոց պատմությունը, սրտում իրական Հայաստանը, բռունցքում վրեժը։ Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու, կեցցե այն բանակը, որ պատմություն է կերտելու, հավերժ փառք մեր անմահներին։ Հիմա եկեղեցու մասին մի քանի բառ։ Սրբազան, որ օրվանից է սրբազան։ Ներողություն Ժողովրդյան, Թուրքում։ Որվանից է սրբազան։ Ուրեմն նայեք, Ժողովրդյան, էլ եմ ասում, ես տեր բան չեմ ճանաչում։ Իմ երկնային հայրը ու ես ոչ մի պասրեդնիկ չի կարա մեր մեջ լինի։ Այդ տերտերը այդ պասրեդնիկն է։ Արա դու իմ ու հորս մեջ ինչ կապ ունես։ Լավ չորսնիմ։ Մի հատ կնում ձրի արել ես, մի հատ թաղում ձրի արել ես, Աստծու մարդ։ Եղել է տենց բան։ Ուրեմն ինչ ասում ավետարանը, Ժողովրդյան, կա Աստվածաշունչ, հա 5 կնարան է, որ ասում է բանը, մեր պատմությունն է ինքը, դա ոչ թե մեր կրոնն է, մեր պատմությունն է, մեր կրոնի պատմությունը, ավետարանը դա արդեն մեր կրոնն է, որ Հիսուսն է այնտեղ եւ այլն։ Ավետարանը ինչ է ասում, եթե անգամ երկնքից հրեշտակիչնի այս գրքից մի բառ դուրս ասի, չհավատակ նրան։ Մի հատ տեր թոմտնի ասի, որ տենց չի։ Ուրեմն դուք ինչ եք անում։ Մոմ վաճառելը ավետարանի մեջ մի հատ տեղ ցույց տվեք մոմի մասին, որ մոմ կա։ Բիզնեսը աղբեն ես։ Հա? Ճիշտ եմ ասում, տեր հայր,
Տեր օրողբեր։ Դուք ասում եք, որ քաղաքականության մեջ եք, sense մտածեք, բան եւ այլ, բայց եթե պետությունը փորձում է եկեղեցու մեջ մտնի, վայ, Տեր Աստված, ինչ շուխուր, ինչ բան եւ այլ։ Այդ ավետարանի մեջ գրած է կեսերու կեսերևը։ Տենց է թե չէ։ То есть պետությանը Սինչիկով բլոկը որ պետությանը պետք է տաս։ Գրած է, չէ, ոչ եմ խափում, մտեք ավետարանը կարդացեք։ Կեսերու կեսերևը, то есть պետությանը պետք է տանք։ Խի չեք տալիս։ Բայց քաղաքականության մեջ այնց հաբեսով էլ մտնում եք, լիմուզիններով եք ֆռում։ Կնիկ երեխեն էդի вообще արչի էդի հա սիրասներով բանով եւ այլ։ Ուզում եք պատմեմ։ Արամենց կպատմենք վատանակ։ Ովդ ում հետ է եղել։ Հա, ես կարայի 40 հատով պուտանկա եմ կանչե, գուլատ եմ արել, լավ եմ արել, կարամ։ Բայց դուք տեր հայրեր, ես հո տեր հայր չեմ։ Բորի կարա, ձեր հավատքներով։ Ավետարանի մեջ միտեղ կա գրած, որ այդ նկարին սուրբ նկարներին, որ պետք է իրան աղոթես, մեր մարդկանց այնքան են բանարել արդեն, ժողովուրդ ջան, այդում են այդ սուրբ նկարի մոտ իկոնը, հա, գնում են նրա մոտ են աղոթում, ինքը այդ նկարի խես աղոթում, ասուն թողել ես այդ նկարին ես աղոթում, խի, Աստված ունեմ, երկրային հայր ունեմ, չէ, բոլորս, այդ նկարը պրիչում, ես եկեղեցի որ մտնում եմ, ես վեհություն եմ ստանում, ժողովուրդ ջան, մեր հայկական եկեղեցիները, դա իմ պատմությունն է, դա իմ բան եմ զգում եւ այլ, բայց իմ Աստվածը այդ եկեղեցին չի, տերտերը չի, իմ Աստվածը ընդեղ է, էլի նույն ավետարանի մեջ գրած, որտեղ հավաքված է 2-3 հոգի իմ անունով, ես այնտեղ ներկա եմ, սուտ եմ ասում, գրած է, չէ, ձեռագործ տաճարին չհավատակ, սրտի հավատացեք, տաճարին, տենցա թե չէ, գրածա թե չէ, ով չի կարդացել, կարդացեք, ով կարդացել է, կասի ուրա, ձեռագործ տաճարում, ընդեղ չի Աստվածը, ցանկացած տեղ է, որտեղ ես աղոթում եմ, Աստվածը ընդեղ է, ձեռագործ տաճարում ընդեղ տերտերն է, մենք պետք է այնց անենք, որ տերտերը մեզ ծառայի, ոչ թե մենք իրան։ Տերտերը ով է, որ ձեռ եք պաչում իրան։ Էլի եմ հարցնում, մեկին ձերի կնքել են։ Причем դարերով, ժողովուրդ ջան, ինչքան մոտարապես 15 դար։ Բանը կրթությունը, образование, տերտերների ձեռներ, իրանց մոտ մանապոլիա էր, իրանք ում բան էին, կրթում էին, իրանք կրթում էին ոնց որ պետք է իրանց, ուրիշտեղ չէր կարելի կրթել։ Ես կոնկրետ Հայաստանի մասին եմ խոսում, որովհետև իրանց կրթությունից որը տալիս էին, իրանք դրանից ստանում էին ու անենց էին դասիրակում, որ հետո սաղ կյանքը դու երեխեքը, ծնողները, բաները եւ այլ։ Այդ ոնց որ հիմիկվա բանը Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ այլ։ Այմարդ նայում ես ինչքան մարդ է իրանց կողմից, ասես բան ես լմել արա 200,000 մարդ իրանց կողմից, բայց նյուժելի չեք հասկանում, էսի տվին, ոնց կարա։ Այս հավները տանեմ, գայշնիկները իրանց Գերդաստանի հետ, առաջվա մինիստրները, զամինիստրները, իտակդար իրանց Գերդաստանի հետ, չինովնիկները իրանց Գերդաստանի հետ, սաղ այդ կողմից են, լապաման եք ձերներից վերցրե, հիմա տերտերներն են, փորձի էլ է լապամանը ձերից վերցրա, այդ դրա համար իրանք հիմա կռիվ են անում,
կյանքումայի կռվեն անում, որ հանգար ձեր չտաս, ոչ, եկեղեցին պարտավոր է երկրին, երկիրը եկեղեցուն, ոչ մի բան, այո, ես հավատում եմ ասում, բայց դա իմ Աստվածն է, դուք չկաք ընդեղ, դու կարող եք սովորացնել, որ մտնում եմ եկեղեցի, դու կարող եք ասել, որդիս, եղբայրս, քույրս եւ այլն, այսի սենց պետք է լինի, որովհետեւ տես այս տեղը սենց է գրած, արի Աստծուն հավատանք, այսի սենց անենք, այսի ավելի ճիշտ է։ Ну, в общем, հասկացաք ինձ։ Դրեք գրփում եք, արա, լափում ու լափում, լափում ու լափում։ Վայ, կաթողիկոս, այն կաթողիկոսին, որին ես եմ հիշում, Աստված դարին քելներ էլի։ Վերջում մի հատ էլ բան ասեմ, Ժողովուրդ ջան, Ֆրանսիայի մասին նորից կրկնեմ, այն ինչ մենք ենք ստանում հիմա Ֆրանսիայից, Մերսի Ֆրանսե, ես ուղղակի ապշած եմ, շնորհակալություն իրաց, հա, իմ ազգի համար են անում, շնորհակալություն իրաց։ Լավ է Ժողովուրդ ջան, մյուս էֆիրը կլինի Արտակ Ղուկասյանի հետ։ Ու դուխները չպսեք ամեն ինչ լավ անելու, սաղ լավ անելու։ Այս բաները, որ գնում է, էլ եմ ասում, բանի նախընտրական տարի է, ատական շատ է սկսելու, իմ վրա էլ է սկսելու, հեսա իմ մասին ինչ ասես չեն գրելու, չեն ասելու եւ այլ, բոլորի մասին նախընտրական տարի է, հեսա սկսելու են, մի գնացեք, մի ծրվեք այդ ճանապարհով, հավատացեք ձեր երկրին ու դուխով եղեք, լավ եղեք։